ՔՊ նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Նրա թեկնածությունն առաջադրվել էր մարտի 13-ին, նույն օրն էլ հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը քաղաքացիական պայմանագրին։ Transparency International Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնը մտահոգություն է հայտնում նոր դատավորի անաչառության վերաբերյալ։ Թեև օրենքն արգելում է Սահմանադրական դատարանի դատավորի կուսակցական լինելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը, այդ սահմանափակումների նպատակն է բացառել դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ և ապահովել դատարանի անկախությունն ու անաչառությունը։ Սակայն ավելի քան 7 տարվա քաղաքական և կուսակցական ակտիվ գործունեության հանգամանքն առերևույթ կասկած է հարուցում նման անաչառության հնարավորության վերաբերյալ։ Մանդատից հրաժարվելը կամ կուսակցությունից դուրս գալը չի երաշխավորում, որ անձն ամբողջությամբ կտրվում է քաղաքական կապերից, ընդգծում է Transparency International Հայաստանը և հիշեցնում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշում են, որ նման իրավիճակ եղել է նաև 2018-ին Հրայր Թովմասյանի նշանակման ժամանակ, երբ նրա քաղաքական կապերը քննադատվել էին, և Նիկոլ Փաշինյանը դա գնահատել էր որպես Սերժ Սարգսյանի կողմից գործուղում Սահմանադրական դատարան։ Նրանք արդեն ընտրել են ճակերտավոր ստահոդ նախագահ, որը և վաղը փորձելու են ընտրել ստահոդ վարչապետ։